Քննարկում ենք հարց համար 16-ը հողամաս ամրացնելու մասին հարցը։ Զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուտացյան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում հողամաս ամրացնելու մասին կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսում է աշտարակ համայնքի օրգով բնակավայրում գտնվող 4 հեկտար մակերեսով հողամասը, որի շուկայական կադաստրային մոտարկված արժեքը կազմում է շուրջ 31.7 միլիոն դրամ, ամրացնել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը, ինչու հենց ԿԳՄՍ նախարարությանը եւ ոչ պետգույքին, որովհետեւ ի սկզբանե հողամասը 60 հոդվածի է եւ օտարման ենթակա չի եւ որպես լիազոր մարմին առաջարկում են ԿԳՄՍ-ին ամրացնել, պիտի ասեմ, որ հողամասը Հայաստանի Հանրապետությանը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի հունվարի 13-ի վճռով աշտարակի համայնքապետի դեմ դատախազության հայցի բավարարումից հետո այս հողամասի աճուրդը կայացել է 2005 թվականին, այդ աճուրդը ճանաչվել է անվավեր եւ դրա հիմքով 2025 թվականի մարտի 14-ին հողամասը արդեն պետական գրանցում է ստացել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն Տիկին Վարդապետյան, սա ինչ ուղղությունով է, այսինքն պետական շահերի պաշտպանությունով է, համայնքային թե ապօրինի գույքով, համեցիկ։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, նախարարը գրեթե ամբողջությամբ ներկայացրեց կատարված աշխատանքը, ընդամենը ընդգծեմ, որ սա համայնքային շահի պաշտպանության գործառույթի շրջանակում դատախազության կողմից ներկայացված հայցի բավարարման արդյունք է, պարոն վարչապետ։ Նախկին ղեկավարը Օրգով համայնքի 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդով 4 հեկտար մակերեսով հողամասն օտարել էր իր որդուն, ավելին հողամասը տարիներ շարունակ չի օգտագործվել իր նպատակային նշանակությամբ։ Պարոն Խուդացյանը նշեց, որ սա հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակության հողատարածք է, այդ պատճառով ամրացվում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը։ Սա կատարված աշխատանքի մի մասն է, ձեր թույլտվությամբ անդրադառնամ նախորդիվ կառավարության որոշումներով դատախազության տարբեր լիազորությունների շրջանակում ամրացված գույքերին։ Մեկ շաբաթ առաջ մեկ այլ գերատեսչության շրջակա միջավայրի նախարարությանն է ամրացվել 2 հողատարածք, որոնք գտնվում են Մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում։ Ընդհանուր արժեքը, պարոն վարչապետ, 2 հողատարածքների 1.5 միլիոն ամերիկյան դոլար է։ Ինչու ենք ամրացրել շրջակա միջավայրի նախարարությանը, որովհետև անտառային նշանակության հողատարածքներ են եւ պետք է ծառայեն բացառապես որպես ռեկրեացիոն գոտի։ Նախարարության հետ քննարկումների արդյունքում այս փուլում հանգել են եզրահանգման, որ որևէ շինարարություն տարածքում չի իրականացվելու եւ տարածքն օգտագործվելու է որպես անտառային նշանակության օգտագործելու համար։ Սա եւս պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում վերադարձված գույք է։ Նշեմ, որ 2005 թվականի մայիսի 2-ին եւ 2005 թվականի հունիսի 30-ին կնքվել էին առուվաճառքի պայմանագրեր Երևանի նախկին քաղաքապետի եւ ֆիզիկական անձանց միջև։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է պետական շահերի պաշտպանության 2 հայցերը եւ անվավեր էր ճանաչել առուվաճառքի պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքները։ Այդ գույքերը, ինչպես նշեցի, անցյալ շաբաթ ամրացվել են շրջակա միջավայրի նախարարությանը։ Նաև պարոն վարչապետ, առաջիկայում կառավարության նիստով կներկայացվի եւ լիազոր մարմնին կամրացվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող շուրջ 1 միլիոն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2.3 հեկտար մակերեսով հողամասը։ Նշեմ, որ 2024 թվականի հունվարի 12-ի վճռով Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր մեր գլխավոր դատախազության հայցը ընդդեմ Սամվել Մայրապետյանի եւ հայցով մենք պահանջել էինք անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը, աճուրդը եւ կիրառել անվավերության հետևանքներ։ Դատարանը բավարարել է մեր հայցը, վճիռը մտել է օրինական ուժի մեջ, առաջիկայում ըստ նպատակային նշանակության գույքը կամրացվի լիազոր մարմնին կառավարության։ Պարոն վարչապետ, ես կարող եմ շատ խոսել հայցերից, ուղղակի չեմ ուզում չարաշահել ժամանակը, նշեմ, որ մենք պարբերաբար այս հայցերի մասին հանդես են գալիս պաշտոնական հաղորդագրություններով, նաեւ տեղեկացնում ենք կառավարության մեր գործընկերներին, որ նման գույքեր կան վերադարձված եւ գույքերը անհրաժեշտ է ըստ իրենց նպատակային նշանակության կիրառել։ Ձեր թույլտվությամբ անդրադառնամ նաեւ վերջին 2 ամիսների ընթացքում մի շարք համայնքներում համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում վերադարձված գույքերին, Իջևան եւ Դիլիջան համայնքներին վերադարձվել են մանկապարտեզների
տարածքներ, մասնավորապես Տավուշի մարզի դատախազությունը կրկին պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրել էր Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշտարակ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող 9-րդ փողոց 11 հասցեում գտնվող 198.45 քառակուսի մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի փաստաթղթերը։ Նշեմ, որ շատ հաճախ մեր ուսումնասիրությունների հիմքը, ինչպես ենք մենք իմանում, այս կամ այն համայնքային նշանակության գույքը մասնավոր անձանց պատկանելու մասին, դա քաղաքացիների դիմումներն ու հաղորդումներն են, որոնք մենք ստանում ենք տարբեր եղանակներով, ինչպես սոցիալական կայքերի միջոցով, այնպես էլ գրավոր փաստաթղթերով։ Ուսումնասիրության արդյունքում պարոն վարչապետ նույն սխեմաներ վերհանվել 2017 թվականի փետրվարի 27-ին Խաշտարակ գյուղական համայնքը իդեմս համայնքի ղեկավարի կնքել էր անշարժ գույքի վարձակալության պայմանագիր։ Մեզ շատ հետաքրքրել էր պայմանագրի արժեքը տարեկան 165,000 դրամ վարձավճար, երբ մենք բաժանեցինք ամիսների, դա մոտավորապես 13750 դրամ էր կազմում ամսական եւ 25 տարի ժամկետով վարձակալության էր հանձնվել մանկապարտեզի մասնաշենքը։ Նաեւ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ 2017 թվականի փետրվարի 27-ին կնքված պայմանագրի հետևանքով փաստորեն վարձակալության հանձնված անշարժ գույքը չէր ներառվել 23 թվականի հոկտեմբերի 24-ին մեկնարկած մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին։ Արդյունքում մանկապարտեզը հիմնանորոգվել էր կիսատ։ Իջևան համայնքի Խաշտարակ բնակավայրի մանկապարտեզի այս խնդրի վերաբերյալ գրությամբ տեղեկացվել է համայնքի ղեկավարը, այս պահին անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծված է եւ մենք նաեւ համայնքին տեղեկացրել ենք, որ անհրաժեշտ է հետագա հիմնանորոգման աշխատանքներում ներառել նաեւ այդ տարածքը։ Նշեմ, որ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը մանկապարտեզի 44.121.000 դրամ է։ Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի 34 հասցեում գտնվող 891.1 քառակուսի մակերեսով մանկապարտեզի մասնաշենքին, պարոն վարչապետ, դուք կառավարության նիստերից մեկին անդրադարձել եք, չեմ կրկնի այն, ինչ կառավարության նիստում արդեն հնչել է, մենք հավելեմ, որ մանկապարտեզն արժե մոտավորապես 85.935.000 դրամ, դա կրկին շուկայականին մոտարկված կադաստրային արժեքներ։ Վերջին 2 ամիսների ընթացքում, պարոն վարչապետ, նաև համայնքային շահի պաշտպանության գործառույթի շրջանակում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքին սեփականության իրավունքով վերականգնվել է նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող շուրջ $321,000 շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6.5 հեկտար մակերեսով մարզադաշտը։ Ըստ էության իրավական բոլոր նրբություններն արդեն լուծված են եւ մայիսի 12-ից այս մակերեսով մարզադաշտը գտնվում է համայնքի սեփականության ներքո, այդ մասին տեղեկացվել են ինչպես գործընկերները, այնպես էլ հանրությունը։ Կրկին սա համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում մեր իրականացված աշխատանքի մի մասն է, պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ Տիկին Վարդապետյան, այո դուք ճիշտ նշեցիք, որ մասնավորապես Դիլիջանի մանկապարտեզին ես կառավարության նախորդ նիստերից մեկում անդրադարձել էի, եւ ընդ որում անդրադառնալիս ես այսպիսի մի ձևակերպում էի արել, որ նախկին մի պաշտոնյայի ընտանիքի հետ է կապված այդ մանկապարտեզի հարցը եւ պատմությունը, դե մտածելով կառավարության նիստա, դե հիմա ինչ կարիք կա կոնկրետ ասել։ Եվ հետո այդ կառավարության նիստից դուրս եմ գալիս, չգիտեմ, այդ ընթացքում դրանից ինչքան առաջ, ինչքան հետո տեսնեմ այդ նախկին պաշտոնյան թուրու թվանքը առած ընկելա ինչ որ գրառումներ անում, սրա հետ կապված չէ, ոչ ասելու մանկապարտեզները ձեռից առան, եւ այդ պաշտոնյան նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջն է, կնոջ հետ կապված էր այս պատմությունը, եւ ասենք զարմանում ես այդ մարդկանց ինչ կապ ունի, մի հատ մեկը կարա բացատրի Վարդան Օսկանյանը եւ իր կինը ինչ կապ ունեն, որ Դիլիջանում պետքա մանկապարտեզ վերցրած լինեն։ Ու ես հիմա հասկանում եմ, այս վերջերս էլ բան է, ինչ վերնագրեր են տարածում, վարչապետը չգիտեմ ինչի հենակետային քոլեջի շենքը նվիրել է իր դստերը։ Այս մարդիկ ամբողջ այս հիմա քանի որ այս ապօրինի գույքի բռնագանձման 4 ուղղությունները ակտիվացել են, իրանց մի խնդիր ունեն ցույց տալու, որ մենք իրանց նման ենք։ Իրանք մի խնդիր ունեն, իրանք արդեն չեն էլ բանանում, ուզում, չեն էլ փորձում ապացուցեն, որ իրանք թալանչի սրիկաս տահակ են, կներեք այս բառակապակցությունների համար։ Իրանք հիմա ուրիշ խնդիր են դրել, իրանք վարչապետը Ֆրանսիայում 3 միլիոն
բանով եվրոյով տուն է գնել։ Ասենք մերկու դաշնակ մաշնակ կա Ֆրանսիայում, տանում են 3 եվրոյով կայք են բացում մի շաբաթանոց, մեջը ինչ զառանցանք ասես դնում, դե արի ապացուցի, որ ասում եմ, այս մարդիկ Քոչարյանա սերժական ստահակ զանգված էլ չել փորձում ապացուցի, որ իրանք բան են։ Եվ մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք։ Օրինակ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է։ Եվ դա արձանագրված է դատարանի որոշմամբ։ Որովհետև մարդը գնացել է իր դեմ կաշառքի գործը, ասել է վաղեմության ժամկետ կիրառեք։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում է, որ ինքը կաշառակեր է։ Հիմա Հայաստանի Հանրապետության դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է։ Թողնան դատի տան։ Հիմա սրանից հետո ես երբ ելույթ ունենամ Ռոբերտ Քոչարյան անունը հնչի, ասելու եմ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը եւ այլն եւ այդպես շարունակ։ Լավ, ամեն ինչին չափ կա, սահման կա։ Ամեն ինչին չափ կա, սահման կա։ Վարչապետը վիլա է առեբանում։ Իրանք էլ չեն ժխտում, որ բանում Հունաստանում բան կղզի ունեն։ Իրանք այլևս չեն կարող պաշտպանվեն, որ իրանք թալանչի կաշառակեր են։ Իրանք ուզում են ցույց տան, որ դե իրանք էլ են, իբր մենք էլ ենք թալանչի կաշառակեր, չեք հասնի այդ նպատակին, որովհետև ամեն մի անհեթեթության հետևից գնան, եւ իմիջիայլոց այս անկանոն շարժումներն էլ կապված են այս գույքի բռնագանձման, այս համակարգերի, իմիջիայլոց համայնքային շահի պաշտպանության այս օրենքը ընդունվել է 2021 թե 22 թվական։ 2023 թվականի ապրիլին բան։ 23-ին ժամանակներ։ Հա, ու որովհետև մենք ապօրինի գույքի բռնագանձման համակարգ, այսինքն մի քանի համակարգեր ստեղծել, մենք է նկատեցինք, որ մի րոպե ժողովուրդ ջան, մի հատ հսկայական շերտ դուրս ամանում, եւ այդ շերտն է նա, որ համայնքները կղզիացած, այսինքն ըստ էության վերահսկողության մեխանիզմների բացակայության պայմաններում իրանք ինչ ասես սեփական բادرանով ով պետք է զբաղվի։ Եվ այո, էլի մեծ դիմադրության պայմաններում համայնքային շահի այս գործառույթը վերապահեցինք դատախազության։ Այն ժամանակ էլ էր ասում, վայ, բռնապետական համակարգ ենք սարքում եւ այլն, ուր այդ բռնապետական համակարգը։ Ուր այդ բռնապետական համակարգը, ընդ որում միջազգային բոլոր բաներով, ռեսուրսներով Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկրների ցանկում է, շարքում է եւ ամրապնդում է տեղը, շատ կարեւոր է։ Եվ ահա այս ամեն ինչը կապված է ուղիղ սրա հետ, որովհետև երբ որ մարդկանց ձեռից սկսում ես գույք բան անել, գույք վերցնել, ապօրինի թալանված գույքը հետ վերցնել եւ մարդիկ զգում են, որ մոտենում է, ինչ պետք է անեն։ Պետք է փորձեն, ցույց տալ, որ դե իբր մենք էս վերցնում ենք մեզ, Դիլիջանի մանկապարտեզը վերադարձրին, այո, ճիշտ է, բայց այնուամենայնիվ այն հենակետային քոլեջները, հանրապետության հենակետային քոլեջների մի մասը վարչապետը նվիրեց դստերը, երկրորդ մասը երկրորդ դստերը, երրորդ մասը երրորդ դստերը, չորրորդ մասը ընդհանրապես բաները, համալսարանները որդուն է նվիրել, բաները, մարզադաշտերը եւ մարզադպրոցները, ասենք, չգիտեմ, ելում եւ այդպես շարունակ։ Բայց մենք շարունակելու ենք այդ բոլոր թալանվածները հատիկ վերադարձնել։ Ուրիշ տարբերակ չկա, չեմ փախնի։ Ոնց որ ասել են ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չեմ պլստում։ Ու դրանից անկանոն շարժումներ եւ անկանոն գորգորոսներով լցրել են Հայաստանի Հանրապետությունը։ Համեցեք տիկին Վարդապետ։ Ձեր թույլտվությամբ, պարոն վարչապետ,